Ողջույն հարգելի խոյեր, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար։ Գնայինք այս քարտերով եւ այս քարտերը մեզ օգնության կգան։ Կողքից, եթե ինչ-որ հարցի պատասխաններ է մեզ պետք, ապա անպայման կիմանանք այդ քարտերով։ Գնայինք 12 ոլորտները, բոլոր, որոշ չափով նման է աստղաբանությանը, որոշ չափով ոչ։ Այնպես որ տեսնենք ինչ է սպասվում ձեր բոլոր ոլորտներում, շատ չեմ ընդլայնվի, որովհետև ամեն օր լինում է, շաբաթական լինում է, դրա համար կմնա այնքան, այդպես շատ բաներ չեմ ասի։ Ուրեմն գնայինք այս քարտերով, որպեսզի տեսանյութերը շատ չերկարի եւ ձանձրալի չլինի ձեզ համար։ Այս քարտերով կտեղադրենք, մյուս քարտերը մեզ օգնության կհասնեն։ Տեսնեմ ինչպես եմ դասավորում։ Ուրեմն առաջինը դա տրամադրությունն է ձեր, թե ինչպեսի տրամադրությամբ կմտնեք դուք փետրվար ամիս, ինչ տրամադրություն կունենան խոյերը փետրվար ամիս մտնելու ժամանակ։ Հաջորդը դա գումարն է, ֆինանսները։ Հաջորդը ձեր շրջապատն է, նաև ուսումը, տուն, ընտանիք, մեծ են քարտերը, չտեղավորվում, երեխաները ձեր, ինչ սպասել երեխաներից, ինչ կլսեք, եւ այլն։ Առողջությունը, սեր, հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, տեսնենք ճամփորդելու եք թե ոչ, աշխատանք, բիզնես, չմտավ մատս, էլի խառնեմ, ուրեմն պետք չէր, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն, ինչ-որ կողքից, կողքի մարդկանցից, եւ իհարկե վերջինը վախերն է, դա խնդիրները եւ գաղտնիքները, ինչ կան ձեր կյանքում, ոնց է բացահայտ, էլի ծուռ շարեցի, մեկա ծուռա, էլի, գից գծեմ այստեղ, ասեք տեսնեմ այնպես այն, որ քարտերը լավ երևա, քարտերը լավ երևալու համար պետք է իրենց մի քիչ աչու ձախ անել։ Այսպես, եւ իհարկե կսկսենք տրամադրությունից, տեսնենք ինչ տրամադրությամբ եք մտնելու, լավ տրամադրությամբ, շատ հիանալի տրամադրությամբ, դա նշանակում է, որ ոգևորված առաջ կտանեք ձեր բոլոր գործերը։ Միգուցե ոմանք տեղափոխվում են, օրինակ փետրվարի 1-ով տեղափոխվում եք մեկ այլ տուն, մեկ այլ հասցե, մեկ այլ աշխատանքի, մեկ այլ հասցե, եթե խանութ է, մեկ այլ այդպես օֆիսը տեղափոխում եք, նաև սա ճանապարհ է։ Ոնց որ փետրվարի այդ սկիզբ ավելի շատ դե ընդհանուր տրամադրությունն է, սա տրամադրված կլինեք այսօրեն կողմ անդադ գնալ, գործերը արագ կարգի բերել, առաջ տանել ձեր գործերը, որ ոչինչ չմնա։ Դա նաև կարող է ուղղակի ճամփորդում եք, ինչ որ մի տեղ եք գնում։ Ում կֆիքսվեք այս ամիս, որ արժի գնալ ինչ որ մի տեղ, արժի տեղափոխվել, չէ, այստեղ լավ չի, պետք է անպայման տեղափոխվել, այդպեսի տրամադրվածություն կունենաք փետրվար ամսին։ Եվ գործերը առաջ մղելու, դա շատ լավ հիմք է, հատկապես փետրվարի 17-ին արդեն մտնում ենք ձիու տարի եւ շատ լավ հիմք է դա, որ ուզում եք առաջ տանել ձեր գործերը, առաջ մղել ձեր գործերը։ Եվ երկրորդ տարբերակը սա գումարն է, տեսնենք գումարի հետ կապված հիանալի քարտ է, սա կարող է պայմանագիր եք կնքում ֆինանսական, գումար կաշխատեք փետրվարին ցիկլային աշխատանքով, այսինքն միշտ նույն բանը անելով։ Նաև գումար կարող եք ծախսել, սա արդեն հարսանեկան պարագաների վրա, եթե նման արարողություն ունեք, եթե հրավերը հարսանիք, ապա այնտեղ գումար տակ։ Նաև սա ձեր երկրորդ կեսը կարող է աշխատել եւ ինքը գումար բերել տուն եւ ոնց որ դուք ավելի հանգիստ լինեք ֆինանսապես եւ հարկ չլինի արդեն
դուք էլ աշխատեք կամ հավելյալ գումարի կարիք էլ այդքան չլինի եւ դուք նստեք տանը ուղակի։ Սա եւ կարող է գործարկից է արդեն ասացի գումար գա, սա կարող է ձեր հարսանիքն է, ձեր նշանակությունը այդպես բավականին գումար ունենաք, նվեր որպես գումար տան։ Հիանալի քարտ է սա գումարի հետ կապված, մշտապես գումար ոնց որ մտնի տուն, հա, նաև այդպես է։ Կարող է այնպեսի գործեր եք անում, որ անընդհատ կամ վաճառվում է, կամ ինչ որ բան է, որ անընդհատ գումար է մտնում տուն։ Գումարի հետ կապված բացարձակ։ Ձեր շրջապատը նաև ուսումը։ Դե այստեղ շրջապատ կարող է մտնել նոր աղջիկ, նոր ծանոթություն, սա, կամ ձեր քույրը կարող է լինել, որովհետև նաև դա մեր շրջապատը ոնց որ քույր, եղբայր, նաև եթե վերցնենք աստղաբանությունից մի փոքր էլ, ապա կարող եք շատ շփվել ձեր քրոջ հետ, կամ ընկերուհիների հետ կարող եք շատ շփվել, իրենց հետ շատ անցկացնել, սա նաև ուսման հետ է կապված, կարող է այնտեղ եւս ինչ-որ մեկ ընդունվում է եւ սիմպաթիա է, իր հետ սկսում եք ընկերություն անել, իր հետ սկսում եք շատ շփվել։ Տեսնենք ընդհանրապես ով է այս կինը, կարող է ձեր հարազատներից է, էլի ֆիգուր է ցույց տալիս, միևնույնն է տղամարդու հետ է կապված, դա այստեղ կարող է իրոք ծանոթությամբ միգուցե նոր սեր եք գտնում, շատ եք շփվում ինչ-որ տարբեր մարդկանց հետ, ինչ-որ տարբեր շրջապատ եք մտնում, ինչ-որ տեղեր եք գնում, սովորում եք եւ այնտեղ կարող ծանոթանում եք։ Այստեղ ուսման հետ կապված կարող է ձեր օրինակ կամ ձեր հայրն է այստեղ, կամ ձեր ուսուցիչը եւ այդ կնոջ հետ միասին, հա, այդ աղջիկա հետ միասին կարող է ձեզ օրինակ դուք ընտրության առջև եք կանգնել, շարունակեք այդտեղ սովորել, թե մեկ այդտեղ սովորեք, միգուցե ոչ մի տեղ չեք սովորում, ուզում եք սովորել եւ հարցնում եք, այնտեղ կարող ձեր քույրն է նա, որտեվ սա կարող է մայրն է, որտեվ այս քարտերում է միայն երևում, հա, թագը ոնց որ արդեն մայրիկ հայրիկն է։ Միգուցե ձեր ծնողներին, հա, հարցնում եք ընտրությունը իրար հետ որ ընտրեք։ Նաև սա ուղղակի շփում է, ձեր տարիքից մի փոքր մեծ մարդու հետ կարող եք շփվել։ Եվ կարող է ինչ-որ շատ է շփումը տարբեր մարդկանց հետ եւ կարող դուք էլ եք տարիքով եւ տարիքով մարդկանց կարող այնպեսի մի տեղ եք մտնում, որտեղ ոնց որ ձեզ համար նույն հետաքրքրություններն ունեք եւ իրանց հետ հավասա եւ ինչ-որ բաներ եք որոշում, ինչ-որ բաներ եք քննարկում, սա ընտանիքն է, որ իրոք կարող է ինչ-որ մի բան քննարկեք, շատ խոսեք այդ թեմայի շուրջ, այստեղ ճանապարհը կար, գործերը առաջ մղելը կար, միգուցե դա է ոնց որ խոսում եք, հասկանաք, այո, ուզում եք գնաք, թե ոչ, օրինակ բոլորիս տներում այդպես է, չէ, թե ուզում ենք տեղափոխվել մեկ այլ տուն եւ լավ կողմն ենք նայում եւ վատ կողմն ենք նայում, հասկանում ենք, տեսնենք, արժի տեղափոխվել, չարժի, հա, այդպես։ Նման քննարկումներ կարող է լինել։ Եվ հաջորդը դա տունն է, նայեք նույն շփումը, նույն խոսակցությունը, տեսնում եք, տուն, ընտանիք, այստեղ իրոք, ձեզ մոտ դրված ոնց որ լինի կամ տեղափոխությունը կամ ինչ-որ պահ է սա, տան անդամների հետ բավականին կխոսեք, լեզվակռիվ նաև կարող է լինել սա, պետք է զգույշ լինեք, նաև տեսնենք ինչ էլ հուշում կտա, Կարող տուն եք ուզում գնայք եւ անընդհատ գնում եք տուն նայելու, շատ է այդպես շփումը, ընտանիքի անդամներով մի տեսակ իրար հետ ավելի շատ կշփվեք, չէ՞, քանի որ հեռախոսը կա, ոչ ոքի հետ չի շփվում եւ նայեք, այստեղ եւս էլի ֆիգուրներ են, կարող է ձեր մայրն է, ձեր քույրն է, հարազատ է։ Այստեղ փոփոխությունն է, միևնույնն է, որոշ խոյեր, ոչ բոլորը, որովհետեւ տարբեր մարդիկ են նայում, որոշ խոյեր իրոք կփոխեն իրենց բնակվայրը, միգուցե տարածքը, միգուցե տունը, միգուցե երկիրը, ինչ-որ փոփոխություն է մտնելու։ Նաև սա կարող եք խոսել արդեն, որ երեխա եք ուզում, օրինակ, արդեն միասին քննարկեք այդ հարցը, որ արժի, արդեն ժամանակն է, կամ իմանում եք, այստեղ իմանում եք, որ ձեր կինը, եթե տղամարդ է նայում, հղի է, դուք եք իմանում, որ հղի եք։ Փոփոխություններ են սա նաև մտնում ձեր ընտանիք։ Այդ փոփոխությունների մասին քննարկելու եք ընտանիքով, հա, ոնց որ այստեղ։
Խոսակցությունները մի տեսակ շատ են լինելու փետրվարին, անընդհատ ինչ-որ բաներ եք ընտանիքով վերլուծելու, ընտանիքով, շրջապատում, շատ եք խոսելու մի խոսքով, չգիտեմ խոյերը շատ են խոսքան թե չէ, բայց մի քանի խոյ գիտեմ, ըշտը, անենց ոչինչ։ Մի խոսքով փոփոխություն տան, ընտանիք կարող է ընտանիք եք ստեղծում նաև ոմանք։ Իրոք կարող է ամուսնանում եք, տղաների համար կարող է մի փոքր ձեզանից տարիքով մեծ է, դրա համար կարող է տան մեջ խոսակցություններ լինեն այդ թեմայի վերաբերյալ, բայց փոփոխությունը նաև ընտանիք կազմել, վերադարձ երկրորդ կեսի կարող է էլի կամ վիճում եք լեզվակռվի մեջ եք կամ ուղղակի խոսում եք իրար հասկանում եք եւ նույնից վերադառնում եք ընտանիք, այ եւ սկսում եք նույնից էլի ընտանիքում ապրել, ոնց որ մեկ ընտանիք ամենայն դեպս փոփոխություն է սա, ոմանք ամուսնացած չեն, հավանականությունը շատ մեծ է, այստեղ որտեղ շփումներ շատ ունեք, շփումների միջոցով կարող եք ծանոթանալ ինչ-որ մարդու հետ եւ հետո ամուսնանալ տվյալ մարդու հետ։ Եվ հաջորդը դա երեխան է, երեխաները, այստեղ ձեր երեխաները կամ ճակատագրական քայլ են անելու, երեխաների մոտ խնդիրներ կան, կամ երեխա ունենալու հետ կապված է մի փոքր խնդիրը այս ամիս, դա համար կարող է այստեղ եւս քննարկում եք այդ հարցը, կամ երեխաներն են ձեզ խնդիրներ ոչ թե ստեղծելու, այլ ինչ-որ դե կան նման պահեր, որ էլի երեխաները խնդիրներ են ստեղծում, բայց դժվարություններ են նաև։ Ձեր երեխաները նաև կարող են ճակատագրական ոչինչ քայլ կատարել իրենց կյանքում, իմանաք, որ ուզում են ամուսնանալ, իմանաք, որ ուզում են երեխաներ ունենալ, կամ դուք եք այդ քայլն անում եւ հղիանում եք միգուցե արհեստական ձևով։ Այստեղ պետք է ուշադիր լինեք, որ իրոք երեխաների այդ չվիճեք, որովհետև եթե վերլուծենք մեր աստղաբանությամբ, ապա մենք դիրք ունենք, որ այդ ժամանակ եթե վիճում եք, ապա դա կարող է լինել հավիտյան այդ վեճը տասնյակ տարիներ։ Դա համար այստեղ պետք է ուշադիր լինել երեխաների հետ շփման ժամանակ, հատկապես եթե անցումային տարիքում են, կարող է իրոք ցավեցնեք իրենց եւ դա ճակատագրական լինի ձեզ համար։ Դե կարող է իրենք մնան ձեր կողքը, բայց մշտապես հիշեն եւ մշտապես վեճ լինի խոսակցություն հենց այդ թեմայի վերաբերյալ։ Տեսնենք էլ ինչ կարող է հուշել։ Գումար է այստեղ, գումարային կարող է խոսակցություն է, գումարային դժվարություն է, կարող է ուզում, եթե մեծ են երեխաները գումարով ձեզ օգնում են, որտեղ կարող է ձեզ մոտ է դժվարություն, կամ իրենց մոտ է դժվարություն, դուք եք իրենց ֆինանսապես օգնում։ Կամ կարող է ձեր երեխան ճակատագրական այդպես մի լավ քայլ է անում, մի մեծ բան է գնում, դա էլ է ճակատագրական քայլ է, կարևոր քայլ է մարդու կյանքում, որը տուն է գնում, մեծ ինչ-որ մի բան։ Կամ դուք եք նվիրում նման ոչ մի բան ձեր երեխային։ Այն դեպս ինչ-որ մեկը դժվարություններ ունի այստեղ, երեխաները դժվարություններ ունեն։ Կամ շփումն է դժվար։ Հատկապես անցումային եթե կան, ապա շփումը դժվար կարող է լինել փետրվարին։ Նույնք իրենց հետ ընկերական եղեք, հանգիստ եղեք, ամեն ինչը կանցնի։ Վեճի մի տարեք դա։ Առողջությունը, նայեք այստեղ, հա, առողջությունը հետո արդեն կարող է վատանալ։ Առողջությունը պետք է հստակ ուշադրություն դարձնել։ Փետրվարին մենք ունենք հետադարձ Մերկուրի, լսեք այդ տեսանյութը, չի թույլատրվում ոչ թե վիրահատություններ անել, այնտեղ կարող եք վիրահատություններ անել եւ իրոք խնդիրների մեջ հայտնվել, պետք չի անել եւ ձեր առողջությանը անպայման հետևեք, անպայման։ Եթե խնդիր կա, ապա քինվեք, բայց նաեւ այդ առողջության հետ կապված խնդիր, եթե օրինակ գրիպ է կամ մրսածություն, ինչ-որ մի բան, դա կարող է լինել դրսում, մարդկանց միջև շատ լինելուց, այդ ժամանակ կարող եք վարակվել, որովհետեւ ինչ-որ մի բան։ Այդ եթե խնդիր կա, ապա այդ խնդիրը ամսվա ընթացքում ամենայն դեպս կանցնի, այդ ամբողջ ամիս չի տանի։ Եվ եթե դիմեք իրոք բնական միջոցների, բնական, որոնք որ ոչ թե դեղորայքային։ Բայց իրոք այստեղ երեխաների հետ կապված խնդիրներ կան, այստեղ լեզվակռի վերխոսակցություններ, միգուցե ինչ-որ պահեր են իրար չեք հասկանում։ Ընդհանրապես անցումային տարիքում իրոք պետք է իրար հետ ընկերական լինեք, որքան հնարավոր է շատ, ինչքան լարվեցիք, այնքան լարվածությունը մեծանում ու մեծանումը ու երեխային էլ չեք կարողանում հետ բերել, որ դուք իր հետ լինեք ընկերական։
երբեք։ Ուրեմն նայում ենք 7-րդը, դա սեր, հարաբերություններ, այստեղ գաղտնիք է բացահայտվում, ինչ-որ մեկը իր սիրո մասին ձեզ կասի, զգացմունքների մասին կամ դա սիրո մասին է, համենայն դեպս հարաբերությունների մասին է, ինչ-որ մի բան կիմանաք, սա նաև փոփոխություն մեկ այլ էտապ ձեր կյանքում, կարող է նոր սեր է և ոնց որ արդեն գրքի էջն եք փոխում, արդեն միայնակ չեք, ինչ-որ մեկի հետ եք, կամ փոխվում է նաև ձեր իրար հետ շփման այդ պահը և հիմա արդեն ավելի լուրջ կարող է լինել, կարող է սա զաքսավորում է նաև, զաքսավորում, դե հակառակն է կարող է լինել, բայց տեսնենք հիմա, չէ, այստեղ փոփոխություններ են տեղի ունենում, նավրը զաքսավորում է ոմանց համար, և դա կարող է լինել շատ անսպասելի և մեկ այլ տեսանկյունից էլ, պետք է անպայման ասեմ, որ եթե գաղտնիք է բացահայտվում, այդ գաղտնիքը ձեզ դուր չի գալիս, նայից այստեղ ևս պետք է ուշադիր լինեք այս քարտից, որովհետև սա կտրուկ որոշում է, որը կարող եք կայացնել։ Կամ սա կտրուկ երկուսով որոշում կկայացնեք, որ վերջ իր հետ եք ապրում, վերջ ամուսնուն հետ եք ընդունում, վերջ կնոջը հետ եք ընդունում, ինչ որ կտրուկ փոփոխություններ է, կտրուկ որոշում է սա, կամ կտրուկ հակառակը։ Նա չասեմ, որ չկատարվի ձեզ հետ, բայց ամենայն դեպս պետք է հասկանալ, որ սա այդքան նայում եք, պետք է իմանաք, որ սա գցում եք, ուղղակի այդ մարդուն հանում եք ձեր կյանքից։ Եվ էլ ինչ կարող եմ ասել այստեղ, կամ իրոք անսպասելի որոշում եք զաքսավորվել։ Որոշում եք ամուսնանալ օրինակ կամ գնում եք եկեղեցի, արդեն օրեք որոշում, ինչ որ փաստաթուղթ եք վերցնում դրա դիմաց, որ հստակ արդեն դուք պետք է այդ օրերին ամուսնանաք։ Դա շատ անսպասելի կտրուկ քայլ է ձեզ համար, անմտածված։ Եվ տեսնենք հաջորդը, սա փաստաթղթերն են, փաստաթղթերում հաջողություն, եթե ինչ-որ բանի եք սպասում, ապա միմիայն հաջողություն է սա սպասում, կամ շատ լավ տեղեկատվություն, շատ լավ պատասխան, շատ լավ փոփոխություններ, եթե օրինակ սպասում եք վիզայի հավանականությունը սրանով շատ մեծ է, որ ստանաք, եթե դրսում եք ապրում, սպասում եք թղթին, այդ հնարավորություններին ևս, սա էլի է ասում, որ այո, այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի։ Փաստաթղթեր ձևակերպելը ավելի հեշտ կլինի, եթե ձևակերպում եք, ինչ-որ միտեղից փաստաթուղթ վերցնել էլի նորից ավելի կհեշտանա ձեզ համար, հաջողությամբ այդ ամեն ինչը կկատարեք, այդ արարողությունը փաստաթղթային, յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր այստեղ, պատասխանը ևս էլի լավը կլինի, ձեզ դուր կգա։ Այդ քարտը միմիայն հաջողություն է խոսում, հաջողության համար պետք չէ, բայց նայեք, այստեղ նաև ինչ-որ ոմանց համար նաև կա պատասխան, տան հետ կապված դա կարող է լինել, սեփականության իրավունք, տուն գնեք, այդ փաստաթղթերը ստորագրեք, ժառանգություն ստանաք, ևս այդ փաստաթղթերը ստորագրեք, գուցե նաև տան անդամների մոտ է դա, եթե ձեզ մոտ չի անձամբ, կարող է տան անդամների, հարազատների մոտ է, ով որ դրսում է, ով որ սպասում է, որ չէ կարևոր պատասխանի, փաստաթղթի, և նաև ձեր աշխատանքը այդտեղ կարող է բիզնեսն է և այլն կարող դրա փաստաթղթերի եք սպասում, միայն սա ինչ-որ տուն կամ ինչ-որ բաներ չեն։ Կախված է մարդը ինչ փաստաթղթերի է սպասում և ինչն է իր համար շատ կարևոր, որտեղ որ գոյություն ունի այդ կնիքը, գոյություն ունի պատասխանը, կարող դիմել եք, որպեսզի ունենաք անհատ ձեռներես, չնայած այնտեղ ոնց որ վայրկյանների հարց է, անհատ ձեռներս բացելը, հարկայինն է, փաստաթղթերն եք դասավորում, յուրաքանչյուր բան, այստեղ դուք հաջողություն կունենաք։ Հաջորդը դա ճանապարհորդությունն է, հիանալի դրա համար այստեղ հենց ընկել էր դա, որ իրոք կորոշեք և կճանապարհորդեք այս ամիս կամ եթե ճանապարհներին էլ շատ լինեք, այդ ճանապարհները ձեզ ուրախություն կպատճառեն, զվարճանք, կհիշեք, հիշվող ճանապարհ կլինի, կարող է ընդամենը գնում եք, չգիտեմ ուր, Ծաղկաձոր և դա հիշվում է ձեզ մոտ, ուրախ ժամանակ եք անցկացնելու։ Այստեղ իրոք փաստաթղթեր են դասավորվում, իրոք գնում եք
Հավանականությունը շատ մեծ է, որ խոյերը, որ ուզում են գնալ երկրից, այստեղ շատ հավանական է, որ իրոք փոստաթղթերը դասավորվեն եւ դուք գնաք երկրից։ Կամ թեկուզ ուղղակի գնաք հանգստանալու, դա եւս։ Այնպես որ հանգստությունը յուրաքանչյուր թեկուզ երկու քայլ գնաք մի այգիոն նստեք էլի հանգստանաք, էլի ձեզ համար դա մեծ ուրախություն է, էներգիա կհավաքեք, կգաք նորից որ սկսեք ձեր գործերը։ Հիանալի քարտ է սա ճանապարհորդության համար, ճանապարհորդությունն էլ կարող է այդ ժամանակ եք գնում տոմսերը հետոյի համար, միևնույնն է, դա ուրախ կլինեք, որ գնացիք այդ տոմսերը, որտեղ կարող լավ գնով եք գնում եւ ճանապարհորդությունը եւս իր ավելի լավ կանցնի։ Ուրախ, զվարթ։ Այնպես որ հիանալի է։ Հաջորդը դա աշխատանքն է եւ բիզնեսը։ Ուй։ Նայեք խաբեբաներ են այստեղ աշխատանքում, բիզնեսում, կամ դուք պետք է լինեք խորամանկ, կամ միգուցե նաև դիմացինն է ձեզ փորձում ֆռսնել մատերի վրա։ Սա կարող է խաբեությունը աշխատանքի վայրում, ձեր բիզնեսում, եթե ունեք աշխատողներ, ապա լավ հետևեք, որ հասկանաք ինչ են անում, եթե աշխատանք են ձեզ խոստանում, քան էլ մի հավատացեք, որտեղ սուտ է խոսում։ Եթե դուք եք խորամանկորեն ինչ-որ մի բաներ անում, օրինակ բիզնես եք բացում, եւ այդպես աշխուժ սա է կամ նա է կամ սա հաջողություն կբերի ձեզ։ Եվ եթե ձեր կարիերայում, ձեր աշխատանքում եւս էլի այդպես աշխուժ լինեք եւ ցույց տաք ձեզ, դա եւս ձեզ հաջողություն կբերի։ Բայց եթե թեկուզ փորձեն ձեզ խաբել, եթե այստեղ այդպես նայենք, փորձեն ձեզ խաբել կամ դուք շատ արագ կհասկանաք դա, չեք թողի, որ մտնեք այդ խաբեության մեջ, կզգաք, որ մի բան այն չի իր ասածի մեջ։ Կամ նաև այստեղ աշխատողներն են, իրանց էլ կարող եք գտնել, սա նաև ում հետ որ աշխատում եք։ Իրանց այդ լպրծրում պահերը եւս էլի արագ կգտնեք։ Չեք թողի խորանա, չեք մխրճվի այդ խնդիրների մեջ, այդ խաբեության զոհը չեք դառնա սրանով։ Նաև տեսնենք ընկերներ եւ օգնություն, դե ընկերները ձեզ համար են մարդիկ են, ովքեր որ մտնում են ձեր տուն դուրս են գալիս, այսինքն կան այնպիսի ընկերներ, ովքեր որ ոնց որ ընտանիքի անդամներ լինեն։ Նաև օգնություն ձեռք կա, մեկնեն ձեզ ձեր հենց ընտանիքի անդամները։ Իսկ օգնությունը, իսկ ընկերները եւս կարող է կամ ընտանիքներով սկսեք արդեն ընկերություն անել, եթե կան, կամ այնպիսի ընկերներ են, ովքեր որ իրոք ոնց որ արժանի են մտնել ձեր տուն դուրս գալ։ Այստեղ կարող են օգնել ձեզ տան հետ կապված հարցերում, նաև ձեր ընկերները միգուցե ձեզ օգնեն տան հետ կապված հարցերում, եթե տուն է պետք փնտրել, եթե այստեղ ժառանգության հետ կապված հարցեր են եւս, ձեզ կարող են աջակցել, օգնել, որպեսզի դուք շատ արագ լուծեք այդ հարցը։ Միգուցե օգնությունը նաև, որ արագ, օրինակ, զաքսավորման տեղը օր վերցնեք։ Սովորեք նաև, եթե ձեզ ինչ-որ մի բան է պետք, կարող են ձեռք մեկնել կամ ընտանիքի անդամները, կամ դուք եք օգնում իրենց, որպեսզի սովորեն օրինակ, ընդհանրապես սա ձեզ դեպի ձեզ օգնություն է ավելի շատ։ Նաև ընկերներից ինչ-որ գաղտնիք կարող եք իմանալ, ինչ-որ մի բան կարող է բացահայտվել ձեր ընկերների մասին։ Այն մարդկա, որ մտնում է ձեր տուն դուրս է գալիս։ Դա արդեն, եթե վատ բան իմանաք, բնական է դա արդեն ընկեր չէ։ Հետո արդեն դուք կորոշեք ինչ անեք իր հետ։ Նույն դեպս կարող ինչ-որ մի բան է բացահայտվում։ Եվ տեսնենք, ինչից եք վախենում, խնդիրներ, գաղտնիք։ Այստեղ կարող ունեք գաղտնիք, որը փակ է, որը ոչ ոքին չեք ասում, բայց վախեր չկան։ Ձեզ մոտ ամեն ինչ կայուն է եւ վախեր չունեք ոչ մի բանից, որ վայ այսա այսպես կլինի, վայ գումար չեմ ունենա, վայ չկա նման բաներ, ես այստեղ չեմ տեսնում, որովհետեւ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ոչ վախեր, ոչ խնդիրներ։ Խնդիրները միայն կարող են լինել այն պարագայում, երբ որ ինչ-որ մի բան դանդաղում է, ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան բռնել է, չի թողնում, որ դուք անեք։ Դա կարող է լինել միայն ձեզ համար խնդիրներ։
Թե չէ մնացած պարագայում ինքը նորմալ է եւ ինքը ուղակի խնդիրներ չի ստեղծվում ձեզ համար։ Բայց եթե ոչ է ոլորտում կա, սա ուղակի նշանակում է, որ ինչ-որ մեկը բռնել է եւ չի թողնում, որ այդ խնդիրներին լուծում կարողանաք տալ։ Պետք է կարողանաք ճիշտ ժամանակին ազատվել այդ խնդրից, այդ պոչից, որը բռնել է, որտեղ սա գցում են, հա, սկիզբը սա է, վերջը սա է։ Կանգնացնելու համար սա են գցում, որ ինքը կանգնի եւ այլևս չշարժվի առաջ։ Իսկ եթե գաղտնիքը սա, այո, կա ոմանց մոտ գաղտնիք, որը ոնց որ ֆիքսված է ձեր ներսում եւ դա երբեք ոչ ոքին չեք բացի։ Եվ ասեմ, որ ամենայն դեպս այս ամիս եւս չի բացահայտվի այդ գաղտնիքը, եթե ինչ-որ սիրային թեմա է, եթե ինչ-որ մի բան է, ապա չի բացահայտվի այստեղ։ Թեկուզ, եթե հարաբերությունների համար եք վախենում, ապա այստեղ եւս հա կայունն է, ճիշտ է, այստեղ ինչ-որ բաներ եղան, բայց ամենայն դեպս նորմալ է եւ էլի վախեր որպես այդպեսին հատուկ չկա։ Միայն կարող է երեխաների հետ է կապված, այնել ինչ-որ չափով էլ կարող է ձեզանից է կախված։ Ծնողի շատ բան է կախված, թե երեխայի հետ ինչպես կխոսի, երեխայի լարված ժամանակ էլի կդրթի, թե չէ, կդրթի ավելի երեխան լարվի, բորբոքվի, թե ուղղակի կհանգստացնի երեխային, դրանք արդեն տարբեր բաներ են։ Դրանից են։ Դրանից է, որ հենց այդ տարիքում ծնող երեխա հարաբերությունները կորցնում են իրենց ուժը ողջ կյանքի ընթացքում։ Համար պետք է լինել ընկեր։ Այսքանը երևի, ամենայն դեպս ինձ համար լավն էր ձեր ամիսը, խնդիրներ որպես այդպեսին հատուկ ինչ-որ չկար, այստեղ առողջության հետ է կապված, որ միայն պետք է հետևեք առողջությանը, մի փոքր այստեղ կարող է գաղտնիք բացահայտվի էլի ձեզանից է կախված, թե դուք ինչպես կընդունեք դա եւ ինչ տեղի կունենա հետո, գուցե իրոք ինչ-որ կարևոր փոփոխություն է տեղի ունենում ձեր կյանքում, կամ զգացմունքներն են ասում ձեզ եւ դուք էլ այդ մարդու հանդեպ անտարբեր չեք եւ այդ կտրուկ փոփոխություն է լինում, սկսում եք իրարից շփվել, հա, դա եւս փոփոխություն է։ Դա այն մարդկանց համար է, ովքեր որ միայնակ են եւ սերը նաեւ ընտանիքի հետ է կապված։ Ոչ միայն ուղղակի հենց այնպես երիտասարդ զույգերին։ Աշխատանքում ուշադիր եղեք։ Միայն աշխատանքում եւ երեխաների հետ եւ առողջություն։ Աշխատանք, երեխա եւ առողջություն։ Դրանք են ձեր հիմնական այս ամսվա խնդիրները, մնացածը հիանալի է։ Այսքանը ձեզ համար, որ շատ թեթև անցնի ձեզ համար, եթե խնդիրները կլինեն, ապա խնդիրներին արագ լուծում տվեք, թող չզարգանան, չբազմանան, այդպիսով ավելի թեթև կանցնի յուրաքանչյուր ամիսը։ Ամենալավ, ամենահաջողակ ամիսը մաղթում ձեզ, լավ եղեք։